Բելգիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Բալայանը 2023 թվականի մարտին կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2022 թվականի իր գույքի եւ եկամուտների տարեկան հայտարարագիրը։ Որպես անշարժ դեսպանը հայտարարագրել է համատեղ սեփականության իրավունքով մեկ բնակարան Երևանի Արաբկիր վարչական շրջանում եւ մեկ հողամաս Դավթաշենում, որոնք տարեվերջում պահպանվել են։ Որպես շարժական գույք նա հայտարարագրել է 2020 թվականի արտադրության Volkswagen Magnishi ավտոմեքենա, որը նույնպես տարեվերջում պահպանվել է։ Որպես տարեկան եկամուտ Բալայանը հայտարարագրել է 49812 եվրո աշխատավարձ արտաքին գործերի նախարարությունից եւ 1.680.000 դրամ վարձակալության դիմաց ստացված վճար Միխայել Եֆրեմովից։ Դեսպանը 92029 եվրո հանձնած փոխառություն ունի Կոնվերսբանկում, 19701 եվրո Volkswagen բանկում, նաեւ հայտարարագրել է $12000 Ավանդ բանկում։ 2022-ի տարեվերջում նրա բանկային հաշվին եղել է 739 եվրո։ Բալայանը հայտարարագրել է նաեւ 8.919.385 դրամ վարկի մարման ուղղված վճարումներ եւ 3 միլիոն դրամ այլ միանվագ ծախս։ Դեսպանի կինը Հասմիկ Հակոբյանը որպես անշարժ հայտարարագրել է միազյա սեփականության իրավունքով մեկ ավտոկայանատեղի Արաբկիրում, համատեղ սեփականության իրավունքով մեկ բնակարան նույն վարչական շրջանում, նաև մեկ հողամաս Դավթաշենում, որոնք տարեվերջում պահպանվել են։ Որպես տարեկան եկամուտ նա հայտարարագրել է 13752 եվրո այլ եկամուտներ արտաքին գործերի նախարարությունից։ 2022-ի տարեվերջում Հակոբյանի բանկային հաշվին եղել է 450 եվրո։